Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Վարչապետ Փաշինյանի ու ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II միջև առկա լարվածության մասին տեղեկությունները Եվրոպական պալատ են հասել։ Սա Հայաստանի հետ կապված առաջին մտահոգությունն է, որտեղ է գտել լատվիացի պատվիրակ Զանդա Կալնիա Լուկաշևիկայի զեկույցում, որն էլ վեհաժողովն ընդունել է։ Լուրեր են հասել նաև, թե հայ առաքելական Սուրբ եկեղեցու մի քանի հոգևորականներ իշխանությունը զավթելու մտադրություն են ունեցել։ Եվրոպացիներին սա ևս անհանգստացնում է։ Վեհաժողովը ափսոսանք է հայտնում Հայաստանում քաղաքական բոլոր հակառակորդների կողմից դաշտի չափազանց բևեռացման և պիտակավորման համար։ Հայաստանի վերաբերյալ ըստ էության ինչ է ասում այս փաստաթուղթը։ Ստրասբուրգից տեղեկություններ փոխանցելով մեր երկրի պատվիրակության ղեկավար Ռուբինյանը դրական գնահատեց զեկույցի բովանդակությունը, ընդգծելով վեհաժողովը մտահոգություն է հայտնում վարչապետի և եկեղեցու առաջնորդի միջև, ոչ թե պետության ու եկեղեցու լարված փոխհարաբերությունների համար, ինչը ըստ նրա չկա էլ։ Պետության և եկեղեցու միջև չկա լարված հարաբերություն։ Մտահոգություն են հայտնում վարչապետի և եկեղեցու գլխի լարված հարաբերությունների վերաբերյալ, ոչ թե պետության և եկեղեցու միջև։ Պարոն Ռուբինյան, ինչպես է գնահատում ձևակերպումը։ Շատ լավ, ես էլ եմ մտահոգություն հայտնում։ Ընդհանուր առմամբ զեկույցը ինչպես է գնահատում։ Շատ լավ, շատ օգտակար։ Իսկ փորձագիտական համայնքում ճիշտ հակառակ տպավորություններն են, մասնագետների խոսքով նախ առնվազն տհաճ է, որ արդեն վերպետական կառույցներն են անում այս արձանագրումը։ Ինչ վերաբերում է ձևակերպմանը, ապա միջազգայնագետի դիտարկման վարչապետի և եկեղեցու առաջնորդի միջև առկա լարվածությունը ձևակերպման ներքո այնուամենայնիվ հենց պետության և հայ առաքելական եկեղեցու լարված փոխհարաբերությունների ենթատեքստն է թաքնված։ Եթե հայկական կողմը այսօր պաշտոնապես հայտարարում է որպես այդպիսին վեհապարի անունը զիջելով, հիմա հասկանալի է, չէ, որ այդուհանդերձ միջազգային իրավունքում եւ վերպետական կառույցներում դա չի կարող այդպես ընկալում ունենալ եւ դա հենց այդ մտահոգությունը այդտեղից է գալիս։ Խնդիրը հասկանում եմ, որ որքան էլ երկրի ներսում է, բայց քանի որ հայոց եկեղեցին նաև ցանցային կառույց է, իրենց հետաքրքրության շրջանակներում է, իրանք դիտարկում են, որ դա ընդհանուր մինչև Հայաստանի ազգային անվտանգության տեսանկյունից լուրջ խնդիրներ կարող է առաջացնել։ Այն, որ իշխանության ու ընդդիմության ջրերը մի առվով էլ չեն հոսում, այս մասին էլ են խոսում եվրոպացիները։ Առաջիկա խորհրդարանական ընտրություններից առաջ կոչ են անում բարելավել քաղաքական մեծամասնության եւ ընդդիմության հարաբերությունները, որ ընտրարշավը լինի կոնկրետ թեմաների ու քաղաքական ուղղվածության շուրջ։ Կոչ Ալիևի վարչակազմին ազատ արձակե 23 հայերին, այդ թվում Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությանը նկատի առնելով զգրված է զեկույցի Ադրբեջանին վերաբերող հատվածում։ Ի դեպ նկատենք, որ զեկույցը Եվրոպայի խորհրդարանականները կազմել են նախորդ տարեվերջին, երբ 4 հայ գերիները Էլք Ջեքչյանը, Սուջյանը, Դավթյանն ու Վագիվ Խաչատրյանը դեռ Բաքվի բանտերում էին։ Վեհաժողովը կոչ է անում իշխանություններին դադարեցնել հակադարձ հետապնդումները և անհապաղ ազատ արձակել քաղաքական դրդապատճառներով ձերբակալված բոլոր անձանց, այդ թվում 23 հայ ձերբակալվածներին։ Դա օրակարգային հարց է, այո, դա եւս կոչ է, ուղղված կոնկրետ Բաքվին, հստակ կոչ է, առայժմ որ բոլոր այն գերիները, ռազմագերիները, բարձրաստիճան ղեկավարությունը, զինվորականությունը, որը գտնվում է Բաքվի բանտերում, պետք է օր առաջ ազատ արձակվեն։ Սա ոչ առաջինն է եւ ոչ վերջինը։ Իմիջիայլոց կվերաբերվեն ԵԽԽՎ-ի ցանկացած կոչի։ Մենք բազմիցս ունենք օրինակներ, երբ որ արհամարել է Բաքուն ցանկացած բանաձև։ Ստրասբուրգում նաև իգիտություն են ընդունում իրենց ձևակերպմամբ Հայաստանի ներկայիս վարչապետի մտադրությունը այս տարվա խորհրդարանական ընտրություններից հետո կազմակերպելու սահմանադրական հանրաքվե։ 4 հայ գերիների ազատ արձակումը հույս է ներշնչում մնացած 19 պահվող անձանց վերադարձի եւ անհայտ կորածների ճակատագրի հարցում։ Այս մասին ԵԽԽՎ նստաշրջանի ընթացքում հայտարարել է Արարատ Միրզոյանը եւ նշել, որ այս քայլը կարող է կարևոր դեր ունենալ վստահության ձևավորման եւ հաշտեցման գործընթացի առաջխաղացման վրա։ Նրա խոսքով 25 օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած խաղաղության գագաթնաժողովը պատմական շրջադարձային պահ էր, որտեղ ստորագրվել է Ադրբեջանի ու Հայաստանի համատեղ հռչակագիրը Միացյալ Նահանգների նախագահի մասնակցությամբ որպես վկա։ Միրզոյանը հավելել է, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ նախաստորագրվել է խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագիրը, հիմնված ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության սկզբունքների վրա։
Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստից հետո պատասխանեց լրագրողների հարցերին։ Անդրադառնալով ներքին եւ արտաքին սպառնալիքներին, Ադրբեջանի նախագահի հասցեին իր եւ նախագահ Վահագն Խաչատուրյանի հայտնած շնորհակալությանը, նշեց՝ մի շարք դեպքերով ինքը իր գոհունակությունն արդեն հայտնել է։ Դրանք տարբեր քաղաքական որոշումների արձագանքներ են։ Վարչապետը ընդգծեց՝ պետք է իրավիճակներին ռեալ արձագանքներ տալ եւ փոխել աշխարհաքաղաքական թակարդում գտնվողի խոսույթները։ Այն խոսույթը, որ Ղարաբաղը մերն էր, այլևս մերը չի, այդ խոսույթը, որը ես էլ եմ ունեցել այդ խոսույթը, այդ աշխարհաքաղաքական թակարդում գտնվողի խոսույթ է, ճշմարտությունը այն է, որ Հայաստանի Հանրապետությունը մերը չէր եւ այլևս մերն է։ Նիկոլ Փաշինյանը խոսեց Հայաստանի եւ Ադրբեջանի էներգետիկ համակարգերի միացման մասին։ Այն ըստ վարչապետի որևէ սպառնալիք չի կարող առաջացնել, միայն նոր հնարավորությունների եկամուտների համար է։ Թեև դեռ չկան կոնկրետ պայմանավորվածություններ, սակայն գործընթացը արդեն մեկնարկել է։ Մենք Ադրբեջանի ցանցերը օգտագործենք արտահանման ավելի մեծ շուկաների հասանելիություն ունենալ, Ադրբեջանն է շահագրգռված են նույն տրամաբանությամբ, իհարկե իրենք շահագրգռված են նաև Նախճեվանի հետ էներգետիկ փոխանցումներ ունենալու։ Տեսեք, մեր էներգետիկ համակարգը միացած է Վրաստանին եւ Իրանին, եւ կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ մեր էներգետիկ համակարգը միացած լինի նաև Թուրքիային եւ Ադրբեջանին։ Դա մեր հնարավորություններն է մեծացնելու արտահանման։ TRIP-ը տնտեսական ներդրումային ծրագիր է, որի շրջանակում Հայաստանում նախատեսվում են բազմամիլիոնանոց ներդրումներ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով Հայաստանը շարունակում է սերտ համագործակցությունը թե Ռուսաստանի, թե Չինաստանի հետ։ Միաժամանակ իրականացվում է հեծի գնահատման գործընթացը, որից հետո պարզ կդառնա պետությունը արդյոք կկարողանա ձեռք բերել ընկերությունը։ Եթե հեծի շուկայական արժեքը կլինի, այսպես ասած, հասանելի պետական բյուջեի համար, մենք դա լիարժեք ամբողջությամբ կպետականացնենք, կազգայնացնենք եւ կհանձնենք հավատարմագրված կառավարման միջազգային բարձր պրոֆեսիոնալ ընկերության կամ ընկերությունների խմբի։ Վարչապետը խոսեց նաև ՔՊ վարչությունում ամիսներ առաջ Հայկ Սարգսյանին արված նկատողության մասին։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, այդ թվում իր անդամների ոչ կանոնավոր գործողությունները եւ կոռուպցիոն տեսակետից խնդրահարույց գործողությունները չի հանդուրժելու, նշեց Նիկոլ Փաշինյանը։ Նշենք, որ Հայկ Սարգսյանը չի լինելու ՔՊ նախընտրական ցուցակում։ 2025 թվականին Հայաստանի արտաքին պարտքը գրանցել է ռեկորդային աճ։ Միայն նախորդ տարվա 3-րդ եռամսյակում Հայաստանի արտաքին պարտքը աճել է տարեկան 10%-ով։ Ռեկորդային պարտքի աճը կարճաժամկետ հեռանկարում կարող է ապահովել պետական ծախսերի կայունություն, սակայն միջնաժամկետ եւ երկարաժամկետ առումով մեծացնում է մակրոտնտեսական ռիսկերը, մասնավորապես արժութային կախվածությունը, սպասարկման բեռը եւ ֆիսկալ ճկունության սահմանափակումը։ Թուրքական լրատվամիջոցների տարածած ապատեղեկատվությունը, թե նախագահ Էրդողանը որոշել է $10 միլիոն համարժեք օգնություն տրամադրել Հայաստանին, մասնավորապես մեր երկրի տարածքում զոհված զինծառայողների ընտանիքներին, թոշակառուներին եւ հատուկ խնամքի կարիք ունեցողներին, ոչ ավելի ոչ պակաս Թուրքիայի նախագահականից են հերքել։ Կոչ արել իրենց հանրությանը չվստահել թուրք-ադրբեջանական հարաբերությունների դեմ ուղղված հայտարարություններին, ոչ առաջին, ոչ էլ վերջին ֆեյք լուրներ, ինչու ընդհուպ նախագահի աշխատակազմը հերքում տարածեց։ Մասնագետները չեն բացառում, գուցե տեղեկատվական արշավ էր։ Թուրքիայում դերեթե բոլոր լրատվամիջոցները իշխանություններից են բխում, այսինքն իշխանության լրատվամիջոցներ են։ Նույնիսկ այն ընդդիմադիր լրատվամիջոցները, ովքեր արևելույթ ընդդիմադիր են, իշխանության հետ եւս իրենց հրապարակումները համաձայնեցնում են։ Երևույթը ինքնին անտարամաբանական է։ Միգուցե կարող է տեղեկատվական արշավ է։ Ամերիկայի փոխնախագահ Ջեյդի Վենսի փետրվարյան տարածաշրջանային այցին է անդրադարձել Վրաստանի վարչապետը։ Իրակլի Կոբախիձեի դիտարկմամբ այցը կապված է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հետ, ինչը միանգամայն բնական է, իսկ թե ինչու Ամերիկայի Միացյալ Նահանգների բարձրաստիճան պաշտոնյան Վրաստան չի այցելում հարցին արձագանքել է, որ դա Միացյալ Նահանգների սեփական որոշումն է եղել, սակայն Թբիլիսին հայտարարել է ռազմավարական գործընկերությունը մաքուր էջից վերականգնելու պատրաստակամության մասին եւ զգուշությամբ սպասում են Միացյալ Նահանգների վարչակազմի որոշմանը, հավելել է Կոբախիձեն։
Էկոպարեկային ծառայության կայացման համար պետությունը 2025-ին ծախսել է 6.3 միլիարդ դրամ։ Այդուհանդերձ նախորդ տարի կենթանական եւ բուսական աշխարհին հասցվել է 523 միլիոն դրամի վնաս։ Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է 2025-ը, մասնավորապես անդրադարձել են ջրային ռեսուրսների կառավարմանը։ Ըստ այդմ Արարատյան ստորգետնյա ջրային ռեսուրսների վերականգնող ծավալը կազմել է տարեկան 926 միլիոն խորանարդ մետր։ Այսինքն թույլ են տվել այս ծավալով ստորգետնյա ջուր դուրս բերել տարբեր նպատակներով գործածելու համար։ Մյուս կողմից 2025-ին Արարատյան դաշտում լուծարվել է 8 եւ կոնսերվացվել 25 խորքային հոր, ինչի շնորհիվ տարեկան 30 միլիոն խորանարդ մետր ջուր է տնտեսվել։ Ջրային ռեսուրսներին առնչվող կեղտաջրերի մաքրման ոլորտում սահմանվել են նոր պահանջներ։ 2026 թվականի հուլիսի 1-ից չի թույլատրվելու ջրահեռացման համակարգերին ներկայացվող պահանջներին չհամապատասխանող կեղտաջրերն առանց նախնական մաքրում իրականացնելու արտանետել կենտրոնացված ջրահեռացման համակարգ։ Հաստատվել են ջրային ռեսուրսի հունը կենցաղային աղբից, ջրաբերուկներից եւ բնական հոսքը խոչընդոտող այլ օբյեկտներից մաքրման կարգը, ինչ իրականացնելու շրջակա միջավայրի նախարարությունը արտենից որպես լիազոր մարմին։ 2025 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստանի առաջատար 10 խոշոր հարկատուները պետական բյուջե են մուծել շուրջ 491 միլիարդ դրամ հարկ, ինչը 2024 թվականի համադրելի ցուցանիշից պակաս է 3.61%-ով կամ 15.33 միլիարդ դրամով։ Տվյալները ներկայացնում էր պետական եկամուտների կոմիտեն։ Վարորդական վկայական ստանալը շատերի համար դարձել է իսկական փորձություն, ապագա վարորդները բարկացած ու հիասթափված են։ Տեսական քննությունը հաղթահարելուց հետո դիմորդներին սպասվում են երկար ու ձիգ տանջալի ամիսներ գործնական քննությանը հասնելու համար։ Տեսական քննությունից հետո ապագա վարորդները ոգևորված սպասում են գործնական փուլին։ Նոր կարգավորմամբ, եթե տեսականը հանձնած դիմորդը 1 տարվա ընթացքում չի հասցնում հանձնել նաև գործնական, ապա ստիպված է ամբողջ գործընթացը սկսել սկզբից, կրկին հանձնելով տեսական փուլը։ Շատերին ասում են տեսական քննությունը հանձնելուց հետո ստիպված են եղել մինչև 6 ամիս սպասել գործնականի իրենց հերթին։ Որոշ դիմորդների մոտ առաջին փորձը չի ստացվել, իսկ երկրորդ անգամ հանձնելու հնարավորությունը չեն ունեցել, քանի որ այդ ընթացքում տեսական քննության վավերականության ժամկետը լրացել է։ Խնդրի լուծումը ներքին գործերի նախարարը մասնավորի հետ գործակցությամբ է տեսնում։ Մեր պլանը այն է, որ այս տարվա կտրվածքով մենք համագործակցություն պիտի ծավալենք նաև մասնավոր ընկերությունների հետ եւ մոդելային փոփոխություն ունենանք հաշվառման քննական ծառայությունների մատուցման տեսանկյունից։ Մոդելի փոփոխության վերջնարդյունքում մենք կունենանք շատ ավելի բարվոք պայմաններ հաշվառման քննական ծառայությունների դեպքում։ Ընդ որում խոսքս թե ենթակառուցվածքին է վերաբերում եւ թե առհասարակ վարորդական իրավունք ստանալու քննությանը եւ դրա բովանդակությանը։ Մենք այստեղ նախատեսում ենք նաև կրթական բաղադրիչի ներդնում, տեսական քննության վերաիմաստավորում, գործնական քննության վերաիմաստավորում։ Թեև նախարարն ասում է, որ ծանրաբեռնվածությունը հիմնականում Երևանում է ու առաջարկում է քաղաքացիներին մարզերում հանձնել քննությունը, մասնագետների պնդմամբ սակայն հատկապես ծանրաբեռնված են Սևանի եւ Աբովյանի հաշվառման քննական ստորաբաժանումները։ Իսկ արդյոք մասնավորի հետ համագործակցությունը կլուծի հարցը։ Մասնագետները վստահ են՝ ոչ։ Պետությունը ասում է, քանի որ մենք ուշ ենք արձագանքում սպասարկմանը, բարելավմանը, դրա համար եկեք մասնավորին տանք, կգնեք մասնավորի երեսին կթքեք, իրանից կպահանջեք, մենք էլ կասենք, այո, մասնավորը ճիշտ են, այս ինչերը ապահովեք արեք, էլի։ Որ լիցենզավոր են վերահսկեն, մեկը ասել են աշակ տվողին բռնում, մնացել են բռնելու, նույն բանն է։ Հիմա գաղափարափոխվեք։ Խնդիրը ըստ մասնագետների նաև տեխնիկական պատճառներ ունի։ Հաշվառման քննական բաժիններում առաջացած տեխնիկական խափանումների պատճառով հաճախ չեղարկում են քննությունների հերթերը, դիմորդներին թողնելով անորոշ վիճակում։ Մյուս խնդիրն այն է, որ կան քաղաքացիներ, ովքեր գրանցվում են քննության համար, սակայն չեն ներկայանում եւ չեն չեղարկում իրենց հերթը։ Այդպես ձևավորվում են այսպես կոչված փուչ հերթեր, բայց օրենքով ոչ ոք իրավունք չունի այդ ազատված ժամին սպասարկվելու։ Նոր կարգավորմամբ, եթե դիմորդը գործնական քննությունից ստացել է բացասական արդյունք, կարող է վերահանձնել այն արդեն հաջորդ օրը, վճարելով 45000 դրամ։ Սակայն մասնագետների համոզմամբ այս լուծումը խնդրի ամբողջական լուծում չէ։ Ասում են, ովքեր ունեն ֆինանսական հնարավորություն, կարող են արագ առաջ գնալ, իսկ չունեցողների հերթը պարզապես հետ է ընկնում։ Մասնագետների ու դիմորդների կարծիքով հաշվառման քննական բաժինները պարզապես չեն բավարարում մարդկանց մեծ հոսքին եւ դրանց քանակն ավելացնելու անհրաժեշտություն կա։
Կենտրոն վարչական շրջանի Այգեստան 11-րդ փողոցի առաջին նրբանցքում երկար ժամանակ է հակասանիտարական վիճակ է։ Դիտահորերից կեղտաջրերը դուրս են թափվում ու ողողում ամբողջ փողոցը։ Մի ամիս արդեն Միասից ավել է այս վիճակն, ամառն էլ ա եղել, պրոջեկտան բացեցին, բայց ոչ էլ բացեցին, այնքան որ մի քիչ ջուրը գնաց։ Կաշաոտն անգամ զգացվում է մի քանի 100 մետրից անցուդարձ անել չեն կարողանում։ Իսկ երեխաները դպրոց գնալու համար ստիպված այդ հատվածով են անցնում, 100-ից ավելի տուն կա։ Երեխաները մեծ դժվարությամբ են գնում դասի, երեխաները մի կերպ կարողանում են տարիքով պապիները, տատիները հազիվ են անցնում, նույնիսկ եղել է դեպքեր, որ կեղտասահադաշտի պատճառով մեծահասակները ընկել են, լավա շալջարդ բան են ստացել, բայց Մեր գործը չի, այս մերը չի, այսպես թողում գնում են, բայց սենց էլ չի։ Հիմա ներկայությամբ տենց ընտանիք չկա, որ հիվանդ չունենա։ Ինչ գիտեմ, որ այս ինֆեկցիա չի։ Նակիչները մի քանի անգամ խցանված դիտահորերը իրենց ուժերով են մաքրել, նաև Վեոլիա ջուր ու Երևանի քաղաքապետարան են դիմել։ Հետո նաև կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակաց, բայց նրանցից յուրաքանչյուրը մեկը մյուսի վրա է գցում։ Մինչդեռ ընդհանրապես ըստ քաղաքացիների պետք է փոխել վնասված գոյուղատարերը, հարցը արագ կլուծվի։